Անցյալ տարի օգոստոսին արձակուրդն էր վայելում ոստիկան Պավել Զագորուլկոն։ Երբ լուր եկավ, ուկրաինացիները մտել են իր ծննդավայր Սուջանսկի շրջան։ Ծանր մարտեր են սկսվել։ Միանգամից գնաց ոստիկանություն ու պատրաստվեց ռազմաճակատ գնալու։ Մորս միայն ասացի, որ ուտելիք վերցնի ու իջնի նկուղ, իսկ ես գնացի։ Հիշում է դժոխային ճանապարհը, ամենուր վնասված մեքենաներ, վիրավոր մարդիկ գետնին ընկած։ Ամբողջ ճանապարհին ուկրաինական ԱԹՍ-ները թռչում էին գլխավերևում։ Հազիվ է մի պահ կանգնեցրել մեքենան, առաջին օգնություն ցույց տվել վիրավորներին։ Վիրավորներից մի քանիսին տեղափոխեցինք մեքենան ու առաջ շարժվեցինք։ Ռազմաճակատում Զագորուլկոն դարձել է զինվորների շտապ օգնությունը։ Եթե պետք է գնալ վտանգավոր գոտի որևէ խնդիր լուծելու, Պավել Զագորուլկոն միշտ առաջինն է։ Նա աջակցում է զինծառայողներին նաև դեղորայք, սնունդ հասցնելով, օգնություն ցուցաբերելով։ Ուկրաինացիները չեն նայում ով է խաղաղ բնակիչ, ով զինծառայող, խփում են որ կողմ պատահի, պատմում են ոստիկանության աշխատակիցները։ Նույն տեքստը լսում ենք նաև ուկրաինացիների շուրթերից, որոնք պնդում են. ռուսների թիրախում ոչ միայն ռազմական օբյեկտներն են, այլև խաղաղ բնակավայրերը։ Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլիում բնակելի շենքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի։ Տասնյակից ավելի մարդ վիրավորվել է, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, ըստ որոնց գիշերային հարձակման ժամանակ Ռուսաստանը արձակել է ավելի քան 470 անօդաչու թռչող սարք, 48 հրթիռ։ Կիևը սակայն չի հայտնում Կուրսկի մարզում էներգետիկ օբյեկտների վրա հարվածների մասին։ Ռուսական կողմն է գրում, որ Կուրսկում 16000 մարդ մնացել է առանց հոսանքի էլեկտրական ենթակայանների վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով։ Կուրսկի նահանգապետը արդյունաբերական օբյեկտում բռնկված հրդեհի լուսանկարներ է հրապարակել եւ հայտնել, որ Ռիլսկի բնակիչները օգտվում են արդեն պահեստային էլեկտրաէներգիայի աղբյուրից։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։